Շնորհակալություն, ես վերադարձնեմ թեմային, կառուցողական դաշտ գնանք։ Պարոն Մեսրոպյան, շնորհակալ եմ ձեր հաշվետվության համար։ Չնայած այս թեման քննարկվեց, իմ գործընկերներն էլ բարձրացրեցին այս հարցը, բայց ես էլ շարունակեմ մեկ այլ տեսանկյունից։ Տեսեք, էլեկտրաէներգիայի մատակարարման, ջրամատակարարման, գազի մատակարարման խնդիրներ կան դեռևս Հայաստանի Հանրապետությունում, այսինքն մենք մի շարք բնակավայրեր ունենք, որտեղ դրանք հասանելի չեն։ Նույնիսկ Երևանի շրջակայքում Երևանամերձ տարածքներում ունենք հատվածներ, որտեղ ջուրը հասանելի չէ, եւ այնտեղ էլ որտեղ որ հասանելի է, խոսքը սակագնի մասին չէ, կոմունալ վճարների մասին չէ, բայց այդ գործընթացը, այսինքն խողովակը ջրատար հասցնելու, մալուխները հասցնելու գումարը էականորեն բարձրացել է վերջին տարիների ընթացքում։ Ինձ շատ հետաքրքիր է, արդյոք դուք մոնիտորինգ անում եք եւ արդյոք կարող եք փաստել կամ մեր հասարակությունը իմանա, որ եթե ծառայությունների գները այդ աստիճան բարձրացել են, հետեւաբար դրան համարժեք կամ գոնե այդ գումարին մոտ բարձրացել է նաև ծառայությունների մատուցման որակը, որովհետև ըստ էության ակնհայտ որակական փոփոխություններ կարծես թե չկան կամ նկատելի չեն։ Այս հարցով մոնիտորինգ արվում է, թե ոչ։ Շնորհակալություն։ Մոնիտորինգ իհարկե արվում է, գազամատակարարման ոլորտում եւ ջրամատակարարման ոլորտում նոր բաժանորդների միացման հարցը արդեն X ժամանակ կոնկրետ չեմ կարող նշել, ինձանից առաջ ազատականացվել էր եւ այդ գների աճը ինչ որտեղ նաեւ պայմանավորված է այդ ազատականացման հետևանքներով, բայց քաղաքացուն տրված է այդ հնարավորությունը կամ իրավաբանական անձին տրված է այդ հնարավորությունը, որ կամ ինքը մասնագիտացված լիցենզավորված ընկերություններին պատվիրի այդ միացումը իրականացնել, կամ դիմի տվյալ ընկերությունների միջոցով դա անելու։ Գների բարձրացումը, գիտեք, թերևս կարող ենք բան անել, մի քիչ հարաբերական է այն իմաստով, որ այն գները, որ տարիներ առաջ գործել են, դրանք չեն արտացոլել իրական գները։ Եվ իհարկե դա դժվար է եւ ցավոտ է հասարակ քաղաքացու համար ընդունել այդ փաստը, բայց այսօր այդ գները հիմնականում պայմանավորված են այդ շուկայական վիճակի թելադրանքով։ Մերսի։ Շնորհակալություն, ես արձագանքեմ պարոն Ռուբինյան, եթե կարելի է։ Պարոն Մեսրոպյան, նայեք, ես դա հասկանում եմ եւ հասարակությունն էլ է հասկանում, բայց եթե շուկայական այսօրվա պայմաններին կամ շուկայական տնտեսությանը հարիր գներ չեն եղել նախկինում, բոլորս կարող ենք հստակ փաստել, որ ծառայությունների որակն էլ չի եղել համապատասխան, որին որ քաղաքացին արժանի է։ Իմ ասածն այն է, որ այսօր բոլորը համակերպվել են այդ գնաճի հետ, բայց դրան համարժեք ուզում են ծառայությունների մատուցման որակը բարձրանա։ Այսինքն քաղաքացու համար եւ այդ գործընթացը լինի ավելի մատչելի եւ օգտվելու ընթացքում էլ էական խնդիրներ չառաջանան, որովհետեւ գիտեք, վերջին 1 տարվա ընթացքում օրինակ հոսանք անջատումները անհասկանալի հաճախ են տեղի ունենում, ինչի արդյունքում քաղաքացին տուժում է, բացի նրանից, որ չկա էլեկտրաէներգիա, բայց էլեկտրական սարքերն են փչանում, հազար ու մի հարց է առաջանում։ Նույնը ջրամատակարարման որակի, ջրի որակի խնդիր մենք ունենք նաև մեր աշխարհագրական տարածքով պայմանավորված, դրա ֆիլտրելու, առողջությանը վնաս չհասցնելու համար, ներողություն եմ խնդրում, նկատի ունեմ այս բոլոր խնդիրները կարող են լուծվել կամ ինչ են ասում այդ կազմակերպությունները։ Շնորհակալություն, ներողություն։ Արձագանքեմ։ Ուրեմն նայեք, կոնկրետ էներգոհամակարգի մասին խոսեմ, հա։ Էներգոհամակարգը ինքը շատ երկար իներցիա ունի, հա, բայց շատ արագ փլուզվում է։ Մենք հիմա ցավոք սրտի բերել հասցրել ենք մի կետի, որ թևակողել ենք այդ փլուզման շրջանը։ Հիմա 10 տարի առաջ, 20 տարի առաջ համապատասխան ներդրումները ճիշտ տվյալ մաշված հանգույցներում երբ որ չեն արվել, այսօր ունենք ձեր բարձրացված խնդիրը, որակի խնդիրը։ Մի կողմից բաժանորդը դիմում է, մարդը դիմում է, մենք իրեն պետք է բավարարենք, բայց մյուս կողմից չունենք այդ տեխնիկական հնարավորությունը, որ անմիջապես այդ որակը ապահովենք, բայց
այն ինչ որ ներդրումների ծրագիրը ներկայացված է, որ պետք է արվի, հենց այդ նպատակն է հետապնդում, որպեսզի սպասարկման որակի բարձրացում, անջատումների հաճախականության կրճատում, տևողության կրճատում դա է թիրախավորված արդյունքում ներդրումների։ Այսքան